Մենք գնում ենք եկեղեցին։ Հայելիս կեղտոտա պետք է մաքրել։ Նոր տեսա։ Փոքր է պայուսակս։ Սենց փոքր պայուսակ եմ վարձրել, դրա համար աստվածաշունչս, իմ աստվածաշունչի սպաներին։ Բա։ Գնացինք։ Հա, նվերները տալու եմ, հետս վերցրել եմ։ Գնանք եկեղեցի, հետո գանք տուն, գործեր ունենք անելու տանը, մեր մոտ բետոն ուզմաշուտ սարքի էստեղ, ինչ-որ իշկան հնարավոր է ու բանան ենք, որ անձրևներ է սկսում, անձրևներ է սեզոնը, ահա որոշ մեր անցած տարի անձրևների սեզոնին ինչքան ենք չորվել, տանջվել, սաղ կատկտում էր ստենդը, ոյ, չեմ ուզում խոսամ այդ թեմով, տենց ժողովուրդ, և ենես? Եկել ենք ես խանութ, բամբակ եմ վարձրել, Ստենայի պապել էր բանյում, ասում եմ որտեղ է կողքը կանգնած, դուքարն է տողտը, մենք տուն ենք հասել, այ նցա քունս տանում ու գլխացավ, շատ ուժեղ չի պարքաստը, բայց դե, այստեղ շոկոլատ եմ վերցրել խանութից, ես էսի չեմ ուտում բետոն սարդինա, դենց ոնց որ կիլկի, երևի ռուսերեն, տոմատի սովսով, այստեղ ունենք աղե, բան, դենց աղի, թխված կաբլիտներ, ոնց որ կրեկերի նման աղի, այստեղ ունենք բան, բամբակ, լվացքի փոշի, այս չոպիկներից և օճար մի հատ լվացքի, այստեղ ունենք հեղուկ օճար, այստեղ ունենք եգիպտացորեն, այստեղ սենց բան, ոլոր գազարի հետ, սուրճ և թունածուկ երկու հատ, տենց, բետոն, հաստեղ առավոտը բետոնն արինջ է վերել, իմ սուրճը պրծել է գնացել է բան առնի, առել է խանութ, ընդեղ են մենակ ծախում սուրճը, ձեթա բերելու, մեկ էլ ինչ, բանան, այստեղ հասած բանաններ ունեմ, ես ուզում եմ թխված կաբլիթներ սարքեմ, տենց, այսքան բետոն կատորին, ես այստեղ աշճանների վրա նստած եմ, սպասում եմ ինքը ընդեղ նայեք սենց փայտեր, մայտեր է դրել լվացքի թոկերը, կապում որ լվացք ենք արել ու լվացքը փռենք, այո, ինչ կա դա եմ ասում ժողովուրդ, այ, միջև որ ամեն ինչ կարգավորվի, մենք էլ լվացքի մեքենա ունենանք, տեղ ունենանք լվացքի մեքենա, առաջին հերթին հետո լվացքի մեքենա, հենց, ուրեմն կարող եք հարցնել ինձ, Անի ջան, բա դու ոնց ես բարձրանալու այնտեղ շոր փռես, չեմ բարձրանալու, բետոնա բարձրանալու, շոր փռի, ուրիշ տեղից աշճաններ է դնում, սենց, և բարձանում ես լվացքն եմ, ճիշտ ասած կիսատ է դեռ, տեղ չունեմ արդեն էլ լցնելու պարզա ջրածաբանը տենց սպասում եմ գա եղածը փռի, որ շարունակեմ գործս, մնացածը անեմ,
Այս շոքա մեր մոտ խիղճը վերև արևի տակին մեջ լավ կլինի ժողովուրդ համբերությունը կյանքը ստիպելով ոչ մի բան չի լինելու պետք է ուղղակի վայելել յուրաքանչյուր ընթացք մեր կյանքում թե դժվարությունը վայելել իրար ընտանիքի բոլոր անդամներով հա սենց քո երեխաների հետ ծնողների հետ ես իմ ամուսնու հետ վայելում եմ այս րոպեները քանի որ երբ որ մենք այս տարածքներ չունենք այս ամեն ինչը դեռ չկար ընդամենը մի հատ խոհանոցի տարածքներ մենք երազում ենք իրար հետ ոնց է լինելու ոնց ենք սարքելու որ լինելու է մենք այդտեղ ապրելու ենք այս մեր սենյակ այս ժամանակավոր սենյակա որ այստեղ իմ սենյակն է լինելու որտեղ ես աշխատելու եմ մյուս դուռը այնտեղ խառնա խշտիկա այնտեղ մեր ննջասենյակն է լինելու բան ու այդ ամեն ինչը սենց մեր բաղնիքը հա տենց խոսքը այդ ամեն ինչը կիսով չափ իրականացրել է բայց մենք այդ ընթացքը վայելել ենք ու երազել ենք իրար հետ Աստծուն ենք տվել ու ամեն ինչ գնում է իր հունով ճիշտ է ընթացքում բետոն վիրահատություն ունեցավ բայց ես հավատում եմ դա էր ինչ-որ մի բանի համար ինչ-որ իր պատճառն ուներ որպեսզի բետոն մի հատ դադար առնի հանգստանա մենք պետք է հոգ տանենք նաև մեր ֆիզիկական մարմնի մասին հոգ տանենք մեր հոգևոր ամեն առումով հոգ տանենք մեր մասին դրա համար Աստված ուզում է որ մենք նաև հոգ տանենք մեր մարմնի մասին ու հանգստանանք դրա համար ես հավատում եմ դա է պատճառը որ ուրիշ ձև չէ լինի որ բետոն որոշ ժամանակ պառկած մնա կամ որոշ ժամանակ գործ չանի եթե վիրահատությունը չլիներ ինքը շատ աշխատասեր է եւ որ ինքը նահանգներում էր մինչեւ մեր անձնապես հանդիպել ինքը երկու տեղ էր աշխատում գիշեր ցերեկ ընդամենը մի ժամ երևի ամենաշատը հանգիստ ուներ գիշեր տենց ինչ-որ քնելու մի քանի ժամ ուներ ու վերջ թե չէ երկուսում են աշխատում էր խանութներում էր աշխատում մեկը սպորտային խանութ էր մեկն էր կարծեմ էլի sense խառը խշտիկ խանութ էր տարամեն ինչով տենց տնտեսական ապրանքներ կարծեմ չեմ հիշում ինչ խանութ է բայց մեկը հիշում եմ որ սպորտային տենց աքսեսուարների խանութ էր տենց ժողովուրդ հա ու մի բան էլ ասեմ որ բետոն շատ ինքը աշխատասեր է ու երբեք չի ասի էսի աշխատանքը չեմ անի այն մի աշխատանքը չեմ անի ինքը ամեն ինչ արել է եւ որ գնացել է Ամերիկա սկսել է ռեստորանում աման լվանդուց հատակ մաքրելուց այդ ձևից տենց սկսել է աշխատել միջև որ ինչ-որ խանութում աշխատում էր տպագրության վրա է աշխատել մայկաների վրա տպագրում էր ինչ-որ տենց տարբեր լոգոներ տարբեր չգիտեմ ֆուտբոլային ինչ-որ հավաքականի լոգոն տենց մի խոսքով Դադման տենց այնպես որ շատ աշխատասեր ամուսին ունի բայց չի մնում անում սախորը հեռախոսը ձեռս սախոր ոչ մի բան չեմ անում տանը դուրս էլ չեմ գալի մի հատ աշխատեմ մենակ ուտում եմ տենց դա արդեն եկել են հանում են փայտերը ժողովուրդ այսօր վերջ հանում են ու վերջ արդեն ներսն ենք սկսել սարքենք Աստված առաջ Վերջնական ցույց կտամ կանուրակ Ոսերս ներկել է արմատները ներկառնեմ այսքանի օրը ներկեմ
ուզում եմ մի բան ասեմ, որ ուրեմն այս աշխատողներին մենք վճարել ենք իմ հիշելով 30,000 պեսո։ Էդի անումա տենց մի $1,500 բակեն սենց հանգիստ խոսեմ ու անումա $1,500 գուցե մի քիչ ավել ենք վճարել, չեմ հիշում, բայց կեսը երևի այդ մատերիալն է, այսինքն ոչ թե այդ ամբողջը իրենց աշխատավարձն է, այլ այդ վճարած գումարից ամբողջ ծախսը, սենց ասած, որ մատերիալ առնենք, հա, շինանյութը, ավազա, չգիտեմ, դեղ լարա, տարբեր ինչ-որ խնդրել է այս մարդը առել ենք, որ տենց լինի, հա, արմատուրա, բան, տենց ու և որ հաշվում ես, ես մտածում էի, որ 30,000 պլյուս շինանյութը, բայց բետոն ասես չէ, 30,000, չգիտեմ ինչքան մոտավոր թիվ եմ ասում, կարծեմ 30 թե 35,000 էր տենց էդ կարգի ու բետոն ասեց, որ չէ, առանձին է, նույն բանի մեջ է, այդ ծախսի մեջ է, ամբողջը համ իրենց աշխատավարձն է, համ էլ շինանյութը, հա, այսինքն բոլոր ծախսը, ինչի կարիք են ունենալու, որ սարքեն սենյակը, տուրը, մի խոսքով ու Ես թվեց դեքորս կին ինձ ձեն տվեց, որ խոնի է ձեն տալի, խոնի, հեսենց ինձ թվում է, վերջի անին եմ լսում, դեքորս, մի խոսքով, ուրեմն, և որ հաշվում ես, երևի կեսնել չի գալ իրենց աշխատավարձը, մեծ մասը ոնց որ շինանյութի վրա են ծախսվում ու և որ բաժանում ես իրենց 3 մասի ու պլյուս ինչ-որ ցեմենտ անելու օրը, շաղախի օրը լիքը, տեսակ որ լիքը տենց տղեկ էր բերել, լիքը մարդ էր բերել, որ իրենց օգնա, երևի մի 6-7 հոգի կային ու պատկերացնում եք, էդ էլ մի հատ էլ պետք է կիսվի այդ գումարը, որ սենց հաշվում ես, այնքան քիչ գումար է գալի ու սենց մեղքս էլ եկա, միջև էդ մտածում էի, որ այդքան գումար պետք է ծախսենք, բայց այդ մտածում էի, որ 30,000-ը պլյուս շինանյութ պետք է մենք առնենք, բայց չէ, պարզվում է, որ 30,000-ի մեջ է այդ ամեն ինչը մտնում ու այնքան քիչ է լինում ու չգիտեմ, մի տեսակ սենց մեղքս եկավ, այդքան չարչարվում են, այդքան ծանրություն անում արևի տակ, սենց չգիտեմ, այստեղ էլ հաց չեն տալի, հաց տալիս են մենակ, և որ աշխատանքը ավարտում են, և որ լավ աշխատանք են անում, աշխատանք արդեն ավարտում ենք, հաց ենք տվել, չգիտեմ, պատմել եմ այդ մասին, թե չէ, ուղղակի ինքան արագ ստացվեց, որ բայց և որ այդ շաղախի օրը, որ արդեն իրանք վերջացրել էին բան, այդ լիքը որ եկել էին, այդ մի 6-7 հոգի ավել, այսինքն մի 10 քանի հոգի, 10-11-12 հոգի, չէ, շատ եմ ասում, մոտ մի 10 հոգի կային բակում, այդքանին հաց ենք տվել, տենց ուտելիք ենք սարքել, տվել ենք, կերել են, տենց մի խոսքով, ու շատ ուրախ եմ, որ օրինակ գոնե այդ ձև տենց հաց են տալ, եթե Հայաստանում ամեն օր ենք կարծեմ հաց տալի, ամեն օր պետք է հաց տաս, օքեյ, իրականում շատ է մեղքս գալի, որ իրենց բան չի մնում, ընդհանրապես բան չի մնում իրենց աշխատանքի համար, սենց որ նայում ենք իրանք, չգիտեմ գուցե իրանք ուրիշ տեղեր էլ դե գործում են, այստեղ գալիս են սարքում, հեսա 15 օր անցել է, շատ վաղ լինում է, որ աշխատանք չեն ունենում, գործ չեն ունենում, տենց մնում են, մինչև ինչ-որ մեկը իրանց կանչի, տենց ոնց որ պատկերացնում եք, այդքան քիչ գումար, այդ ինչքան
չգիտեմ, ճիշտ ասած, եւ մի 10 կեսը գցենք 15000 պեսոն, բաժանենք 3 մասի 5000 պեսո ամենքին մոտավորապես պլյուս այդ 6 հոգուն որ կանչել էր դրանց էլ մի օրվա աշխատավար չգիտեմ ճիշտ ասած ինչքան է երևի 500 պեսո էլ ամենքին այտենց ու 500 պեսոն որ նայում ես դի շատ քիչ փող է մի օրվա համար այդքան աշխատանքի համար այտենց այպես որ մի քիչ հանգստացա մի քիչ sense բան եղավ sense սիրտս փափկեց որ այդքան գումար ծախսվեց մտածում էի որ բետոն լավ լիներ անել բայց համ ինքը չի կարա երկրորդ հարկան որ մասնագետա պետք որ անի էլի տարածքը մեծ է այդ կտորը մեծ է փոքր սենյակին արել է կեսրերիս դեկորես օգնությամբ բայց այս սենյակը պատկասեք այս խոհանոցի ամբողջ կտորի ամբողջ չափսով դեց ու 4 մետր կարծեմ 4 մետր sense 4 մետրն այնց իմ հիշելով պետք է գնահատենք յուրաքանչյուրի աշխատանքը այնց սայուլ ասեի հիմա սպասենք վերջացնեն ու անցնենք արդեն մնացած գործերի Ողջույն բոլորին, ուրեմն բետոն եկել է տուն ու մեքսիկական ուտեստ է բերել, այսօր տալիս փոքր տղայի ծնունդն է, ունդեղ արհեստանոցում նշել են ու ես իրեն տալիս խնդրել էի, որ ինձ էլ ուղարկի, մեքսիկական կանաչ պոսոլե, կա երկու տեսակ պոսոլե, կարմիր և կանաչ, կանաչը հիմա մենք ուտելու ենք, այսա ցույց տամ Ահա, ուրեմն այստեղ կանաչ պոսոլ ենք, սոուսի միջոցով ենք իհարկե դե կանաչ դառնում հավի միս կա, նրբերշիկ կա, եգիպտացորենը, սպիտակ խոշոր եգիպտացորենը, արդեն այստեղ Մեքսիկայում որ շատ են օգտագործում մեզ եգիպտացորենը, ֆիլմ ենք նայում բանա, ինքը արդեն եփված տարբերակում լինում է, կան մարդիկ ովքեր սենց վերցնում են նոր եփում են, կա նաև իր մեջ երևի բեկոն բան տենց չգիտեմ եւ այստեղ մենք ուտելու ենք հազարի տերևներով լիմոն թթվասեր հեսա բետոն no quieres crema ես թթվասերով կուտեմ Կե Այնտեղ շատ է կերել, օքեյ եւ թոստերով ենք ուտելու բետոն չի ուզում, այնտեղ կերել է ահագին ավելացել էր, տենց բերել է տուն, չնայած ես խնդրել էի տալիս, որ իմ համար առանձնացնի օքեյ, մենք թոստի վրա թթվասեր ենք քսում Եվ ուտում ենք, ճիշտ է, ես թթվասեր չունեմ, ես յոգուրտ եմ քսելու Ոչ յոգուրտ ունեմ, ոչ թթվասեր ունեմ, ոչ բան, մայոնեզ քսում ենք և Մարոլ ենք լսնում, շատ մարոլ, լիմոն, լայմ, այս դեպքում
Я случайно подслушала пьяный разговор с сообщением. Եվ ուտում ենք։ Ես աղել ավելացնեմ, աղը քիչ է։ Եվ սենց ուտում ենք։ А как Лера? Համոզված։ Да, уцепилась девочка. Пришлось бы еще хуже. Как защитник ошибся. Да, и защитник так активно на себя договаривает, что... Уж прости, плохо работает камера. Ты что, такой допрос? Повезло парню. Նայեք միելի թաթոները, այս առաջինի այս մեկի բարձիկը սենց ռոզվի է, այս մեկինը սև, քանի որ սև նախշունի էստեղ լեզուն, որակո լեզու ես անել բոլորի վրա, չիկիտը, Okay. Limpiar tu cocina te tiene así. Relax, tienes acá. Elimina la grasa más difícil y comprueba la máxima. ¡Más parejas! ¡De regreso ahí! ¡Lo quiere mandar a los lejos! Pero Ingrid todavía tiene oportunidad. ¡Falla el tiro! ¡Sniper! Պետան գնացել է շուկա մենակ առավտուրարել եկեք ստեղից սկսեմ այստեղ խուրմա ունենք, կանաչի, լոլիկ, այստեղ խնդրել է, որ ընկույզ բերի և ավոկադո, երկու հատ ավոկադո, այստեղ այս բաժինը պանիր ունենք, թել պանիր ունենք, նր թերշիկ ունենք, este pavo, salchichas, հնդկահավի, y ese, jamón, pavo, երկուսն էլ հնդկահավա, այստեղ ունենք ձուկ, ese del pez grande. ¿Es el que compraron otra vez? Este մեծ ձկից է, որ ապուր եմ սարքել, պետան շատ էր հավանել խաշլամա ձկով, ինքը չգիտեի, որ առնել է, բերել է, այստեղ էլ ֆիլեներ կա, ձկան ֆիլե, այստեղ ունենք բանան, խնձոր, մանգո, երկու տեսակի մանգո է, նայեք, էսի ուրիշ սորտ է, էս էլ ուրիշ սորտ է։ Naranja, ¿no había naranja? No había nada, el viejito. Ahorita que compre queso. No, voy a comprar. Le quedo las tortillas de harina. Paso allí a ver si hay otro. Նարինջել է ուզել, այնտեղ որտեղից որ առնեմա չուներ, պապին ասեց հեսա դուրս է գալու գնա տորտիա առնի, այնտեղից առնի։ Հետո ծանրաբեռնված էր, շատ էլ ուրիշ տեղ չի գնացել էլի, թեքվել։ Ստոս, ձկան հոտ են առել։ Voliste pescado? Մուկիկս, ես իմ մուկիկն է։ Պետան այստեղ կեսադիա է բերել, հեսա որ բացենք ցույց կտամ, այստեղ նաև սոուս են դնում, գուակամոլե սոուսը և մարինացված բանջարեղեն, ես այստեղ էլ բանը, կեսադիա է, հեսա ցույց կտամ։ Սա մեր կեսադիան, դա պատարակաղով պետք է ուտենք ճպխվել է, ասեց։ Mira cómo se hizo.
Պաչուրալը։ Ես այստեղ սոուս ենք ավելացնում, բանջարեղենները եւ ուտում։ Իրա մեջ կա պանիր։ Պանիր եւ չիլե նեգրո, սև չիլե, խոզի մսով։ Are you Nathaniel Kenneth Richard Leopold Bartholomew Smith? Նայեք որտեղ է քնում գորդիտոն։ Տեքրս այս բաները չէի տեսել նոր նկատեցի, դոշակս էց կպցրելա, որ չընգնի։ Այստեղ ինքը քնում է տունիկի մեջ չուզեցավ մտնի, տենց աթոռների վրա էր բարձանում, այս աթոռները իրար մեջ էր դրած, հետո որոշեցինք այս դոշակը դնել այստեղ ու տենց որ քնի։ Հիմա ինքը այստեղ քնում է, սիրուն, պուպուս, մրուտ, սիրուն գորդիտ։ Դու շատ սիրուն ես։ Նանիկ, տապ չեմ խանգարում։ Հետոն էլ այստեղ այսպեսի բան է սարքել ավազի համար, հայերեն անունը չգիտեմ, ուզում էր առներ չգտավ, հիմա կիրակի է, սաղ փակ է խանութները, դրա համար սենց որոշեց մի բան սարքի։ Всё, տենց։ Վաղը երկուշաբթի է դե ու այստեղ մեր մոտ ազատ արձակուրդ տոն է այստեղ ու գարնան առաջին օրն է, ամսի քանիսն է լինում, 17-ը, ենք estamos? 16, հա, վաղը 17-ն է լինում ամսի, մարտի ու գարնան առաջին օրն է ու բան են անելու, նշում են այդ օր, իրենց համար այսինքն չի նշանակում մարտից գարուն է սկսում, այլ հենց կոնկրետ ժամանակահատվածներ կան, որ չգիտեմ ոնց են հաշվում, որ վաղն է հենց գարնան առաջին օր իրենց համար ու իրենց համար դա տոն է ու իրենք ազատ են։ Ես էլ դուրս եմ եկել այստեղ իմ նոր աշխատանքը նկարելու դրսում, քանի որ տան մեջ շատ մութ է, սենց կրյաներ ունեմ, իրանք մեկը պատվեր է, չխկում են, չխկան խաղալիք պուջուր բալիկի համար է, սենց նկարում եմ, տենց բետոյի հետ եմ զրուցում, հետը արևա շոքա, աղավոր, վսյո, վերջացրեցի, գնամ տուն ու ուզում եմ, նենց եմ ուզում գործեմ, շատ գործեմ, բայց մի տեսակ չգիտեմ ինչ գործեմ, երեկ նստած մի հատ փիսոյի մանգալի սխեման կորցրել եմ, չգիտեմ ինչ ա եղել, ջնջվել է ու չեմ գտնում տենց էլ ոչ էլ գործեցի, չնահա գործել եմ, երկու հատ ոտիկ եմ գործել, մի հատ արջուկ եմ գործում, իմ սխեմանա, արջուկ եմ գործում ու գուցե սխեմա ներկայացնեմ։ Իմ տելեգրամում առանձին խումբ եմ բացել, ընդեղ ավելի ակտիվ եմ հեղինակագործության հետ կապված։ Բեբե, դուրը բաց է թողել, աղբը թափի դուրը բաց է թողել, գորդիտոն էլ դուրս է գալի։ Մի խոսքով։ Ու տենց ոնց որ հա դեղ կարող եք միանալ տելեգրամի ալիքին հեղինակագործության հետ կապված, եթե ուզում եք գործեր, սխեմաներ, բան ընդեղ երևի կներկայացնեմ, տեսնենք սխեմաներ նաև առանձին ալիքում էլ կդնեմ հեղինակագործության, բայց ընդեղ տելեգրամի ալիքում ավելի ակտիվ եմ հեղինակագործության հետ կապված, մեկ է դե իմ հեղինակագործության ինստագրամում, բայց որ միացեք։ Ուրեմն մենք դուրս ենք եկել, չհասցրի նկարեմ, ճիշտն ասած հեռախոսից հետո ստարել էի, որ այնտեղ նկարեմ, այն էլ չնկարեցի։ Կոմե էստե ես մենե։ Ահա։
Ուրեմն գնացել ենք պատվերս հանձնելու բաներից մեկը, գրյաներից մեկը ու ասեր իմ դասատուները, բոլոր դասատուները գլուխդ մոռանայիր տանը, մեր դասատուները տենց էր, չէ, որ մի բան մոռանում էինք, տենց տետեր գիրք կամ չգիտեմ, գլուխդ մոռանայիր տանը, հիմա Անի ջան, գլուխդ մոռանայիր տանը, գնացել եմ կրյան հանձնելու, կրյան մոռացել, այ մամա ջան, հասել ենք համարյա այս փողոցի վերջը, մեկ էլ հիշել եմ, որ կրյա ու ես իր այդ աղջկան խոստացել եմ, որ չեմ ուշանա, մի անգամից գալ եմ, քանի որ բանը, այտենց ինքը ասեց շուտ գալու եմ բան անեմ, էլի վերցնեմ, հետ գնամ, ինքն էլ չէր մասնակցում էքսպոյի, այտենց այդ պատկանք համարյա տեղ եմ հասել ու հիշեցի, որ ես գնացրել եմ, գնում եմ կրյան հանձնելու, բայց կրյան մոռացել եմ տանը, օպուշ, հիմարի նման, լավ, օքեյ, վազելով դրա համար եմ կարմրած, վազել եմ, հետ ենք եկել վազելով, խեղճ բետոյին էլ վազացրել եմ, դուրը տեքրս բացեց, կեսարուսը իր կինը մտնում էին, մեկ էլ բաց թողել եմ, միրամ է, ես մտնում, ասելով ես խեղճտիկին նանսին անհանգստ, ասում ինչ եղել, բան չի եղել, բան եմ մոռացել տանը, սպասում են ինձ, օքեյ, դենց վերջը վայ հասանք ու այդ աղջիկ ասեց, որ մեզանից շուտ եկել, ուղղակի որ տեսավ չկայինք, գնացել ինչ որ տենց վճարում անելու եկա, բայց շատ չենք ուշացել, մի րոպե կամ 2 րոպե, տենց ինքն է տենց գնաց, բայց չել նայել, ինքն էլ էր վռած, տենց վերցրեց գնաց, հեսա գրեմ տնամ հավանեց, չհավանեց, այ մամա ջան, հա, ու մեկ էլ իմ այս որ կաֆեից օգտվում ենք, իրանք ինձ քարտ են տալի, այսենց քարտ են տալի ու էսի շատ հետաքրքիր տարբերակը, չգիտեմ, այն բիզնեսները, ովքեր որ ինձ հիմա նայում են բիզնես, եթե ունեք, քարտ ունեք, հա, այստեղ իրանց տվյալներն է, իրանց էջը եւ այլն, կոչվում է կաֆե 23 23 ու իրանք էսի երկրորդ տոմսն է, կամ երևի նոր են արդեն մտածել, բայց առաջինի վրա այս մեկը չկար, ուրեմն 4 հատ եւ որ 4 անգամ իրանց մոտից օգտվում ես, 5-րդի ժամանակ ակցիա ունեն 10%, բայց առաջինի ժամանակ այս ակցիան չկար։ Եվ տենց ոնց որ 19 անգամ օգտվելուց 10-րդ անգամը կրեպը բանը անվճար է, իրանք անվճար տալիս են ու ես գնացի, որ մի հատ սուրճ վերցնեմ, այստեղ ունենք լատե եւ ինձ դե իհարկե կրեպը առանց անվճար տվել են եւ հիմա ես իրանք ուտեմ եւ նոր քարտ են տվել, հիմա արդեն մյուս անգամվանից ես գնալու եմ ու սա լրացնեմ ու տեսնենք, հա, մեկ էլ այն աղջկա մոտ էի գնացել, որ կոսմետիկա է վաճառում, իմ շամպուները բան իր մոտից գնել է, չնայած արդեն շամպուներս վերջացել է, մի քանի բան եմ մնացել խնամքի, տենց, դա եմ օգտագործում ու ինքը ինձ կոնֆետ նվեր տվեց, մեկ էլ ինչ-որ պրոբնիկ է, բայց երևի ինչ-որ յուղ է, ինչ է, չեմ ջոգում էր, չհարցրեցի էլ ինչ է, տենց, թե օծան, եդիքա ինչ-որ պրոբնիկը, միշտ ինձ նվերներ է տալի այս աղջիկը, տենց պրոբնիկ, անցած անգամ մի հատ դուխի պրոբնիկ էր տվել, գրպանիցս ընգավ որով, ես ինչ է, Maracuyá yugo. ¿No te acuerdas qué dijo que es? ¿De maracuyá? ¿Pero de qué? ¿Qué aceite? Bueno, ahorita le pregunto qué es. Es por yuga, maracuyá. ¿Ves chiquita mi chihamara? Ecos. ¿Quiere ver más de yuga? ¿Algo para pelo?
Cabello. Para cabello, a lo mejor. Sense կքսեմ յուղ։ Okay, սա մեր արկածներ այսօրվա։ Николай, подожди, Ես մի հատ կոշիկներս հանեմ ու վայելեմ եմ սուրճը կրեպան և անցնենք առաջ։ Հա, մի հատ հայտարարություն եմ ուզում անեմ, քանի հիշել եմ։ Իմ հելունագործության Telegram-ում ես մարաթոն եմ սկսում, այն մարդիկ, ովքեր ուզում են գործել, ահա այս աղջուկը, ինքը փոքրիկ աղջուկ է, ես իրան մաս-մաս դնելու եմ ու իրար հետ գործելու ենք, մաս-մաս այս սխեման դնելու եմ, գործելու ենք իրար հետ, 2 օրը մեկ, օրինակ ասենք, կմտածեմ ոնց անեմ, բայց իստում է 2 օրը մեկ, սխեմայի մի հատված դնելու եմ, իրար հետ գործելու ենք ու դուք ինձ ցույց եք տալու ոնց որ ձեր տնային աշխատանքը սենց ասած, այդ 2 օրվա կամ 3 օրվա տեսնենք ոնց հարմար լինի և արդեն հանելու եմ մյուս հատվածը։ Ինքը փոքրիկ խաղալիք է, բայց հետաքրքիր կլինի իրար հետ գործել, եթե դուք կարողանում եք հելունով գործել և կցանկանաք միանալ իմ հելունագործության աղջուկ գործելու մարաթոնին, հրավիրում եմ ձեզ իմ տելեգրամյան ալիք, հելունագործության տելեգրամյան ալիք։ Լինքը ներքևում է, նկարագրության բաժնում է, նաև կթողնեմ բանի բաժնում, այդ մեկնաբանությունների բաժնում։ Եթե չեք գտնելու, չեք կամ գտնեք, ինձ գրեք կոմենտների բաժնում և ես ձեզ անհատական կուղարկեմ, ձեր կոմենտին կպատասխանեմ։ Այսքանը, գնացի։ Հա, մի բան մոռացա նշեմ, որ միացեք, եթե ուզում եք գործեք, մարաթոնը սկսվելու է ապրիլի 1-ից, չեմ խապում, ուղղակի տենց ապրիլի 1-յան կատակ չի սա, էլի, տենց իրականում սկսելու ենք ամսի 1-ից բան եմ հանելու, սխեմա եմ հանելու, այսքանը, արդեն գնացի։